Համացանցում այսօր սկսեց շրջանառվել 1 տարուց ավելի վաղեմության մի տեսանյութ, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված Կարապետ Բուռնազյանի մայրը Անահիտ Պատատյանը շիշ է շպրտում տրոլեյբուսի վարորդի վրա։ Համացանցում բարձրացած աղմուկից հետո նրան ոստիկանություն են կանչել։ Զոհվածի մայրը պատմել է, թե ինչու է նետել շիշը։ Բոյկոտի ակցիա է իրականացնում Մաշտոցի փողոցից դեպի Բաղրամյան փողոց խաչմերուկը թեքվելուց տրոլեյբուսից երբ որ իջանք, իմ հետ էլի մարդիկ կային իջան, ու իջնողների կողմը դեպի կոնկրետ ինձ ու իջնողներին վարորդը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ու այն աֆեկտի տակ ինքնատիրապետումս կորցրեցի, որ զայրացա։ Ինչի բանով ինքնատիրապետումից ձեռքիս շիշը մի կողմ նետեցի, միտումնավոր չեմ նետել, վարորդի կողմը կամ ավտոբուսի կողմը, բայց նման վերաբերմունքը կարծում եմ ուղիղ անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, ոչ վարորդի, ոչ էլ հսկիչի։ Եթե ես ոչ թույլատրելի բան էի արել կամ տրանսպորտի գումարը չէի վճարել, դրա համար ընդամենը ինձ կարող էր հսկիչը տուգանել ու վերջ։ Նա ընդգծել է, որ վարորդն իրավունք չունի ուղևորներին ինչ-որ բան պարտադրել, քանի որ այդ գործառույթը պետք է հսկիչներն իրականացնեն։